Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ներդրումից հետո իրավաբանական համայնքը համարեց, որ այն ակնհայտ հակասահմանադրականության խնդիր ունի։ Օրենքն էլ հակաիրավական ու խնդրահարույց տարր։ 10 օր առաջ Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում, ըստ որի այսուհետև ենթադրաբար ապօրինի գույքը բռնագանձման է ենթակա, եթե այն ուղղակի կապ ունի անձին վերագրվող հանցանքի հետ։ Պատգամավորները ցանկանում են գլխավոր դատախազի դիրքորոշումը լսել։ Արդյոք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական է։ Սահմանադրական դատարանի որոշումը յուրաքանչյուր հայցի շրջանակներում, այսինքն մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հայցի շրջանակներում կներկայացնենք, վստահ եմ հասցրել եք ծանոթանալ ամբողջական որոշման հետ, այստեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, այսինքն մնացած ամեն ինչը հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն է, որը արդեն դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն։ Գլխավոր դատախազն անդրադարձավ բանկային համակարգում տեղի ունեցող ֆիշինգի խարդախությունների երևույթներին։ Դրանց ցուցանիշներն ըստ Աննա Վարդապետյանի Հայաստանում աճում են։ Դատախազությունը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ բողոքներ։ Կան բանկեր, որոնք չունեն ուժեղ անվտանգության համակարգեր։ Գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկել կենտրոնական բանկ, խնդրելով օրինակ բանկերի միության միջոցով քննարկել անվտանգության համապատասխան համակարգ չունենալը այդ խնդիրն ունեցող բանկերի հետ։ Շատ մեզ համար անհասկանալի ալգորիթմներ էր դրված բանկերի on-line սպասարկման տիրույթում։ Օրինակ անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկի տրամադրումը, դիցուք, $500,000 դրամ, բայց on-line 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Եվ այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է on-line banking-ի հիմքում, ուրեմն շատ ցածր շեմ ունի։ Կան դեպքեր, երբ քաղաքացիներն են ինքնակամ իրենց տվյալները տրամադրում հանցագործներին, չկասկածելով, որ ստացված զանգը բանկից չէ։ Ըստ Վարդապետյանի, սակայն, եթե բանկն ունենար անվտանգության ավելի պաշտպանված համակարգ, կկարողանար կանխել այդ խարդախությունները։ Կան բանկեր, որոնք այո, ավելի քիչ է այնտեղ այս տեսակ ֆիշինգները, որովհետև ունեն աշխատակիցներ, որոնք հեռախոսազանգով են տեղեկացնում, հայերենով են ծանուցումները, ավելի խիստ համակարգեր ունեն, կարող է մի քիչ ավելի շատ անհարմարություններ պատճառում դա բանկից օգտվողին, բայց ապահովում է հնարավոր այդ զերծարարությունների զոհ չդառնալ։ Եվ ունենք բանկեր, որոնք լրիվ այս առումով լոյալ են եւ որոշակի հետագից չեն ապահովում։ Մենք այս առումով արդեն զանգ ենք խփել եւ ասում ենք, որ այստեղ աշխատանք պետք է արվի եւ փոխվի ձևաչափը։ Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության, նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների մոտ։ Նրանք բողոքում են, որ իրենց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել։ Անձնական հաշիվներից էլ գումարներ են հափշտակել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։